Սելի ֆուտբոլասերներ մենք կրկի YouTube-յան ալիքի եթերում շարունակում ենք խաղային օրը եւ հիմա արդեն Summer Cup-ի կիսա եզրափակիչ հանդիպումն ենք ձեր ուշադրության ներկայացնելու, որտեղ միմյանց դեմ կմրցեն Վերդերը եւ Թեղենիսը։ Թիմերը արդեն խաղադաշտում են, ողջունում են միմյանց, ես արագորեն ծանոթացնեմ թիմերի հայտարարությունները, սկսենք Վերդերից ում դարպասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1, Վոլոդիա Մարկարյանը համար 5, Արտուր Սարգսյան համար 8 Հայկ Մուրադյան համար 10, նաև թիմի ավակն է, Մայիս Մելքոնյան համար 11, Սարգիս Մարտիրոսյան համար 14, Հակոբ Ամիրյան համար 17, Գևոր Պողոսյան համար 20, Զորա Բադալյան համար 23, Խաչատուր Էրզումյան համար 26, Էդիկ Հովսեփյան համար 77, Սերգեյ Ամրոյան 99։ Կա մրցավարի սուրճը մեկտարկած է հանդիպումը Summer Cup-ի կիսա եզրափակիչի առաջին հանդիպումն ենք ձեր ուշադրության ներկայացնում։ Ես արագորեն ծանոթացնեմ նաև Թեղենիսի կազմը ու դարպասը պաշտպանում է Միքայել Սաֆարյանը համար 1, Խաչիկ Սեֆյակյան համար 2, Արամայիս Գրիգորյան համար 3, Տիգյան Գալստյան համար 5, Էլու Ասադ համար 8, Վարդան Հովհաննիսյան համար 9, Լևոն Հակոբյան համար 10, ով նաև թիմի ավակն է, Էնաջի Մուհամեդ համար 11, Վանիկ Ղազարյան համար 14, Ռուբեն Ալեքսանյան համար 15, Մաքսիմ Սարգսյան համար 19, Վարդան Կոշկայան համար 20 եւ Պայեսային դարպասապանն է Խաչիկ Հովհաննիսյանը համար 30։ Եզիս Կնետի Մուրադյանը ուղարկեց գնդակը Մարկարյանի ուղղությամբ։ Այո, թիմերից մեկը այսօր կշարունակի ճանապարհը դեպի եզրափակիչ, իսկ մյուս թիմը կլքի մրցաշարը։ Իհարկե երկու թիմերն էլ արժանի են թե եզրափակիչ դուրս գալուն, թե հաղթահարելուն ընդհանրապես Summer Cup-ը, բայց իհարկե այդպես չի կարող լինել, բնականաբար մեկ թիմին բաժին կհասնի եզրափակիչի ուղեդիրը, վտանգավոր գրոհի եմ անցել Թեղենիսը, բայց գնդակը դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից ու հարված կլինի արդեն Հարությունյանի դարպասից։ Խաղարկում են գնդակը Վերդերի ֆուտբոլիստները պաշտպանությունում, Մայիս Մելքոնյան եւ այստեղ քիչ էր մնում անցներ արագ հակագրոհի Թեղենիսը, բայց կարողացան Վերդերի ֆուտբոլիստները պահել գնդակի իրենց մոտ։ Մարկարյան շատ լավ փոխանցում է կատարում Ադարյանի ուղղությամբ եւ Մարտիրոսյանն է պաշտպանության խորքից սկսում Վերդերի հերթական գրոհը, Մելքոնյան կարող է բացել Վերդերը, հանդիպան հաշիվ Էրզրումյան, շատ այստեղ չկատարեցին հարված ու հիմա Էրզրումյանի կատարած հարվածից հետո շատ ուշացին իսկապես հարվածի հնարավորությունը Վերդերի ֆուտբոլիստները եւ փրկվեց այստեղ Թեղենիսի իսկապես առաջին վտանգավոր պահը ստեղծեց Վերդերը այս խաղում։ Հիմա արդեն տեսնենք Թեղենիսը ինչով կփորձի պատասխանել, իհարկե Դիմակայությունը կիսա եզրափակիչ բաղկացած է մեկ հանդիպումից եւ այսօր իհարկե թիմերից մեկը կորոշվի խաղադաշտում եզրափակիչ դուրս գալու համար։ Ադարյան աստրեց գնդակը Մարկարյանին, Էրզումյանն է ստանում գնդակը, կա փոխանցում Մելքոնյանի ուղղությամբ, հիմա եթե ստացվի Մելքոնյանի հարվածը, բայց չի ստացվում այնպես ինչպես պետք էր, երկրորդ վտանգավոր պահ ստեղծեց Վերդերը, իսկապես ակտիվ են մեկնարկել Վերդերի ֆուտբոլիստները այս հանդիպումը եւ պետք է այս ամենին իհարկե հետևեն Թեղենիսի ֆուտբոլիստները, այլապես եթե նման տեմպով շարունակվի հանդիպումը շատ արագ կարող է Վերդերը հասնել հաջողության կամ բացել առայժմ պաշտպանություն Թեղենիսի, բայց կարծում եմ արդեն կշտկեն այդ ամենը Թեղենիսի ֆուտբոլիստները։ Ղազարյան ուղարկում է գնդակը Գրիգորյանին, գրոհի տեղափոխություն դեպի ձախ, որտեղ Մաքսիմ Սարգսյանն է, բայց այստեղ Մելքոնյանն է խլում գնդակը, շարժվում առաջ, սա խաղի կանոնների խախտում էր Կոշկարյանի կատարմամբ, գիտակցաբար խախտեց խաղի կանոնները Կոշկարյանը, իհարկե եթե չլիներ հանդիպան մեկնարկը նա անկասկած կպատժվեր դեղին քարտով, բայց առայժմ մրցավարը չի զգուշացնում Կոշկարյանին։
Հերու է տարածությունը, բայց Մելքոնյանն է գնդակի մոտ։ Մելքոնյան կա հարվածը և մի փոքր բարձր է ստացվում Մելքոնյանի կատարած հարվածը, անցկացեց գնդակը պատի վրայով, բայց հարվածը բարձր ընթացավ Մելքոնյանի կատարմով Ղազարյան կատարեց այստեղ Ղազարյանը դեպի ձախ փոխանցում բայց այստեղ խլեցին Վերդերի ֆուտբոլիստները գնդակը, Ադարյան գուցե փորձի հերվից ուղարկեց գնդակը Էրզրումյանի վտանգավոր է Էրզրումյան ու չի կատարում նորից հարված Խաչատուրը Էրզրումյանը խլեցին նրանից գնդակը հիմա Թեղենիսի ֆուտբոլիստները Սեթրակյանն է այստեղ պայքարում Մարգարյանի դեմ ու խախտում խաղի կանոնները Մուրադյան Աղարկում է Մարտիրոսյանի հետ պաշտպանությունում գնդակը Մուրադյանը ասավ այստեղ գնդակը Մելքոնյանին Մելքոնյան ստացվեց անցումը Մելքոնյանի վտանգավոր է Մելքոնյան արված ու հրաշալի է գործում այստեղ Թեղենիսի դարպասապը իսկապես հեռացեց գնդակը շատ վտանգավոր էր, բայց Սաֆարյանը այստեղ փրկեց իր թիմին Մելքոնյանի կատարած հարվածից հետո Էրզումյանն է նորից գնդակով գրոյ տեղափոխություն դեպի կենտրոն Մարտիրոսյան ողջ թիմով հիմա արդեն Վերդերը մրցակցի տուգանային հրապարակում է և բաց են թողել իհարկե Հակոբյանին ով հարվածային հնարավորություն ստանալու դեպքում իհարկե օգտագործի շանսը պետք է ուշադիր լինել Լևոն Հակոբյանին, նա շատ վտանգավոր է հարձակման գծում Մարգարյանն է գնդակով տեսնում ենք փոխանցում և այստեղ գնդակը վերցնում է Թեղենիսի դարպասապա Միքայել Սաֆարյանը Մարտիրոսյան Սարգսյան այստեղ լավ գործեց երկրորդ հարգում բայց գնդակը մնաց Վերդերի ֆուտբոլիստերի մոտ Ադարյան Ղազարյանն է հաջող գործում Արամայիս Գրիգորյան կա փոխանցում այստեղ Գալստյանի ուղղությամբ շատ լավ նկատեց Գալստյանն էլ Մաքսիմ Սարգսյանին վերջինը շարժվում է առաջ գտավ խաղընկերոջը Սեթրակյանն է ստանում գնդակը հետ փոխանցում դեպի Վանիկ Ղազարյանը Գրիգորյան շատ լավ գրոյի անցել Թեղենիսի հիմա աչի եզրով կա փոխանցումը բայց Մարտիրոսյանն է հագում գնդակի ճանապարհը Մելքոնյան ուղարկում է գնդակը Էրզումյանին ով մենակ է մնացել դարպասապայի դիմաց տեսնում եք հարված ու Վերդերը բացում է հանդիպան հաշիվը 1-0 Շատ արագ այո այստեղ կազմակերպեցին Վերդերի ֆուտբոլիստները հակագրող խլեցին գնդակը մրցակցից Մելքոնյանն էլ այն հասցրեց Էրզրումյանին ով այս անգամ իսկապես դիպուկ գտնվեց 1-0 կիսաեզափակիչում բացված է հանդիպման հաշիվը Թեղենիսն առաջ է ներողություն Վերդերն առաջ է անցնում հաշվի մեջ ու հիմա արդեն Թեղենիսի իհարկե կփորձի պատասխանել Մարտիրոսյան խորքից փոխանցում ենք տեսնում բայց Մաքսիմ Սարգսյանն է այստեղ շատ հաջող գործում երկու դրվագում էլ ուղարկեց գնդակը առաջ այստեղ անցավ գնդակը Մուրադյանից Գալստյան կարողացավ փոխանցում կատարել այնուամենայնիվ նորից գնդակով Գալստյանն է Կոշկարյան ու Մելքոնյանն է հաջող խլում կատարում կասի այս գնդակին հասավ Մելքոնյանը զարգացնում է արագություն կա փոխանցումը բայց ուժեղ է ստացվում Մելքոնյանի փոխանցումը ևս մեկ լավ հնարավորություն է կորցնում Վերդերը իսկապես ամեն ինչ արեց Մելքոնյանը մինչև վերջին վայրկյանը բայց փոխանցում կատարելու համար այո պետք է ասեմ շտապեց Մելքոնյանը կար ավելի լավ տարբերակ կարող էր մոտենալ դարպասապային եւ այդ դեպքում իհարկե կստանար թե արվածի հնարավորություն թե փոխանցման բայց ուժեղ ստացվեց Մելքոնյանի փոխանցումը Մաքսիմ Սարգսյան գուցե Հերվիկ Սարգսյանը փորձի հարվածել իհարկե նրա կատարած հարվածները շատ հուժկու են ստացվում եւ ցանկացած
Դարպասապայի համար լուրջ վտանգ կարող է ստեղծել Սարգսյանը ցանկացած տարածությունից, արագորեն խաղարկում են անկյունային Թեղենիսի ֆուտբոլիստները, Ղազարյան հասցրեց այստեղ փոխանցում կատարել դեպի ձախ, Սեթրակյան նորից հասցեագնում է գնդակը Ղազարյանի վտանգավոր գրոյի անցել Թեղենիսը, բայց այստեղ Կոշկարյանն է հարված կատարում ու բարձր է ստացվում Կոշկարյանի կատարած հարվածը։ Հիմա տեսնենք ինչ է պատահել Մարտիրոսյանին, խորտուցածքին է հայտնվել Վերդերի պաշտպանը, բայց հուսանք, որ ամեն ինչ կարք ենք տնի նրա հետ, իհարկե նա կշարունակի հանդիպումը, այո, կանգնեց ոտքի այստեղ Մարտիրոսյանը եւ նա մնում է խաղադաշտում։ Մելքոնյան պայքարում է այստեղ գնդակի համար ու մնաց գնդակով Մելքոնյանը, կա փոխանցումը, Ադարյան, մեծ փոխանցում դեպի պաշտպանություն, որտեղ Մարտիրոսյանն է, Էրզումյան մեկը պումով թողեց գնդակը Մելքոնյանին, նորից Էրզումյանն է գնդակով, բայց թույլ է ստացվում Էրզումյանի փոխանցում ու Գալստյանը խլում է այստեղ գնդակը մրցակցից, բայց չստացվեց արագ հակագրող կազմակերպել Թեղենիսի մոտ, Գրիգորյան Հաղարկում է գնդակը Սաֆարյանի հետ, Մաքսիմ Սարգսյան Սարգսյան շարժվում է առաջ Սարգսյանը Սարգսյան հարված կա, բայց մի փոքր շեղությամբ ստացվեց Սարգսյանի կատարած հարվածը, հարված կլինի Հարությունյանի դարպասից, ով արագ հաղարկում է գնդակը Մարկարյանի հետ, վերջինս ուղարկեց թիմի ավագ Մուրադյանին, գնդակը Ադարյան, նորից Մուրադյանն է գնդակով, Մարկարյան, Ադարյան ու դուրս են գալիս Վերդերի ֆուտբոլիստները պաշտպանությունից, Մարտիրոսյան դեպի առաջ փոխանցում ենք տեսնում, Էրզումյան ուժեղ ստացվեց մի փոքր փոխանցումը եւ չի հասնի այս գնդակին Մելքոնյանը իհարկե։ Ես հիշեցնեմ, որ Summer Cup-ում Իսա Եզրափակիչի մյուս զույգը ձևավորվել է Չելսի եւ Մոնցայի միջև, թիմերը երկու օրից պարզ են իհարկե Զույգի հաղթողին, Եզրափակիչի երկրորդ ուղեգիր նվաճողին, ինչու երկրորդ, որովհետև այսօր բնականաբար կտեսնենք արդեն առաջին մասնակիցը Եզրափակիչում, Վերդերի եւ Թեղենիս թիմերից որևէ մեկը իհարկե կնվաճի այդ ուղեգիրը։ Գալստյան այստեղ խլեց Ադարյանը մրցակցից գնդակը 3-1-ի դիմաց նետվում է առաջ Վերդերը։ Ադարյան ուղարկում է Մելքոնյանին ու ինչ անում Մելքոնյանը այստեղ հիմա եւս մեկ լավ հնարավորություն է կորցնում Վերդերը արդեն խփած գնդակից բացի կարող են 2-3 անգամ հասնել հաջողության Վերդերի ֆուտբոլիստները, բայց առայժմ ձախողվում են նրանց որ գրոյի եզրափակիչ մասը։ Գալստյան ու այստեղ մնացին գնդակով Թեղենիսի ֆուտբոլիստները։ Սեթրակյանն է զարգացնում արագություն, թողեց գնդակը թիմի ավագ Հակոբյանին, վերջինս ուղարկում է Ղազարյանի ուղղությամբ, վտանգավոր գրոհ է Ղազարյան, նորից Սեթրակյանն է գնդակով ձախ եզրում, շատ հաջող գործողություն էր Սեթրակյանի կատարման, բայց փոխանցումը ոչ ոք չի եզրափակեց այստեղ։ Մուրադյանն է գնդակով կա փոխանցումը դեպի Մելքոնյանը, անցավ գնդակը այստեղ մրցակցի ֆուտբոլիստից Մելքոնյան գուցե իմը ստացվի Մելքոնյանի մոտ, բայց խաղարկում են գնդակը, Էրզումյան կա հարված ու բարձր է ստացվում Էրզումյանի կատարած հարվածը։ Հովանեսյան հասցրեց գնդակը Հակոբյանին, Լևոն Հակոբյան
Գտավ խաղընկերոջը, բայց այստեղ ուշացավ։ Խաղընկերը Մելքոնյանն էլ խլեց, հետո կորցրեց գնդակը դարպասապայի մրցակցի դարպասապայի շնորհիվ իհարկե ու սա խաղի կանոնների խախտում է Վերդերի ֆուտբոլիստի կատարմամբ։ Հովսեփյանը խախտեց խաղի կանոնները։ Հակոբյանի դեմ պայքարում ստանդարտ Կիրասի Թեղենիսը կա փոխանցումը դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց ուժեղ ստացվեց այն ու ոչ ոք չարձագանքեց այս գնդակին։ Հարությունյանից բացի Մելքոնյան, Մարկարյանն ուղարկում գնդակը, վերջինս դեպի թիմի Ավագ Մուրադյանը կատարեց փոխանցում։ Էրզումյան մեկ հպումով թողնում է գնդակը Ադարյանին, Հովհաննիսյանը այստեղ թիկունքից խախտեց իհարկե խաղի կանոնները ու Տուգանային արված Կիրասնի Վերդերը կա մրցավարի Սուլիչը, Մարտիրոսյան փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց մի փոքր ուժեղ ստացվեց Մարտիրոսյանի փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հովհաննիսյան Աչեզով շարժվում է առաջ Թեղենիսին համարը մի փոքր հաջող չստացվեց այստեղ Հովհաննիսյանի փոխանցումը ու Մուրադյանն է արձագանքում գնդակին Էրզումյանի ուղղությամբ տեսնում ենք փոխանցում, բայց նա անջեց ու ուղղեց իր սկալը այստեղ Վարդան Հովհաննիսյանը։ Հովսեփյան Մելքոնյանն է ուղարկում, Մարկարյանն նորից Հովսեփյանն է գնդակով, Հովսեփյանը երվից արված, բայց Մաքսիմ Սարգսյանը փակեց գնդակի ճանապարհը, Վարդան Հովհաննիսյան Շտացեց նորից Հովհաննիսյանի փոխանցումը հաջող ու Վերդերը նետվում է առաջ կա Մելքոնյանի տարբերակը Ադարյանն ինքն փորձեց եզրափակել ու այստեղ դարպասապան նորից փրկում է Թեղենիսին։ Շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Վանիկ Ղազարյանը։ Ղազարյան թե Ադարյան տեսնենք պայքար է ընթանում, բայց Ադարյանը մնաց գնդակով ու շարժվում է առաջ։ Ադարյան կան տարբերակներ, ուղարկում է գնդակը Մելքոնյանին, վտանգավոր է Մայիս Մելքոնյանը հարված ու նորից շեղությամբ է ստացվում Մելքոնյանի կատարած հարվածը։ Կոշկարյան կատարում է փոխանցում դեպի Հովհաննիսյանը, բայց Հովհաննիսյանի փոխանցումը անհաջող ստացվեց, արված կլինի Հարությունյանի դարպասից։ Այստեղ սխալվեցին Վերդերի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց Կոշկարյան, բայց Մարկարյանը դուրս տվեց, որպեսզի անցնի Կոշկարյանի փոխանցումը դեպի առաջ փոխանցում ենք տեսնում Մելքոնյան հաստրեց անցկացնել գնդակը դարպասապայի վրայով, բայց այն կրկին շեղությամբ ընթացավ։ Մաքսիմ Սարգսյան լավ անցում կատարեց Սարգսյանը, միայն այստեղ փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց Սարգսյանի կատարած, իհարկե հաշվի է առել այս ամենը Մաքսիմ Սարգսյանը, բայց Հովհաննիսյանը չհասավ այս գնդակին։
Մարտիրոսյան լավ գրոհ են ասում Վերդերի ֆուտբոլիստները հիմա Մայիս Մելքոնյան հարված ենք տեսնում ու Փրկեց այստեղ Տեղենցի դարպասապա Վերդերն է նետում եզրից Մայիս Մելքոնյան Այդ փոխանցում ենք տեսնում Հովսեփյանի ուղղությամբ ու Հովսեփյանի փոխանցումը փակեց Տեղենիսի ավակ Հակոբյանը Կոշկարյանն է շարժում առաջ Մելքոնյանը անջեց խլեց գնդակը Հակոբյան հերվից վտանգավոր հարված է կատարում Հակոբյանը ոչ ոք չէր սպասում այս հարվածին ու միայն այստեղ բախտը ժպտաց Վերդերին որպեսզի գնդակը չհայտվեց դարպասում մի փոքր շեղությամբ ընթացավ Հակոբյանի կատարած հարվածը Պողոսյանն է գնդակով Մնաց գնդակով Գևորգ Պողոսյանը ուղարկում է այն Հովսեփյանի ուղղությամբ բայց Հովսեփյանի կատարած փոխանցումը ուժեղ էր այստեղ Նորից Տեղենիսն է սկսում իր գրոհ Արամայիս Գրիգորյան Հովանեսյանին ասիագեց գնդակ իսկ Հովանեսյանի այս փոխանցումը արդեն Հակեց Մարտիրոսյանը, առաջի կեսը մոտենում է ավարտին, այո, առայժմ հանդիպման հաշիվը 1-0 է Էրզրումյանի խփած գնդակի շնորհիվ Վերդերը առաջ է հաշվի մեջ։ Մաքսիմ Սարգսյան նորից Հովանեսյանին է ուղարկում գնդակը, նորից Սարգսյան աղարկում են Տեղենիսի ֆուտբոլիստները գնդակը։ Հովանեսյան բայց չանցավ այս փոխանցումը Մելքոնյանից դուրս եկավ գնդակը կլինի եզրային նետում այն կիրասնի Տեղենիսը Գրիգորյան ուղարկեց Սարգսյանի ուղղությամբ գնդակը շատ լավ փոխանցում է կատարում Սարգսյանը Կոշկարյանին տեսնենք այս գրոհը ինչի վերացան Վերդերի դարպասի ուղղությամբ Սարգսյանն է հարված կատարում բայց բարձր է ստացում նորից Տեղենիսի կատարած հարվածը ու հարված կլինի Հարությունյանի դարպասից այո ստեղծում է Տեղենիսը պայել փորձում է հավասարեցնել հանդիպան հաշիվը բայց առայժմ անառիկ է Վերդերի դարպասը Չկար այստեղ խաղի կանոնների խախտում Մելքոնյանի հետ պայքարում, դա հստակ երևաց մրցավարի կողմից։ Մաքսիմ Սարգսյան շարժվում է առաջ Սարգսյանը անցավ երկու մրցակցի ու սա խաղի կանոնների խախտում է Էրզրումյանի կատարմամբ։ Տեսնենք այս ստանդարտը ինչի կվերացի Տեղենիսը Կոշկարյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուրիչը Վարդան Կոշկարյան կա հարվածը բայց պատկազմած ֆուտբոլիստներից մասնավորապես Մելքոնյանը փակեց գնդակի ճանապարհը նկատել է հիմա որ դարպասապա դուրս է եկել դարպասից Մելքոնյանն ինչ է կատարվում խաղադաշտում 2-0 ինչ է անում Մայիս Մելքոնյանը Երկուսերով Վերդերը կրկնապատկում է իր առավելությունը, բայց առաջնայինը դա չէ, ինչ արեց Մայիս Մելքոնյանը կիսադաշտից դեպի ավելի ետ էր գտնվում, նկատեց, որ մրցակցի դարպասապա դուրս է եկել դարպասից ու ինչպիսի հարված կատարեց
Հերու տարածությունից 2-0 իսկապես սափարություններ Մելքոնյանի այս խփած գնդակի համար իզուր չէր, որ նրա մոտ մինչ այս դրվագը չէր ստացվում այդքան դիպուկ գտնվել նպաստավոր դիրքերից, այո կարծում եմ իր ողջ ուժը պահել էր այս դրվագի համար Մելքոնյանը, որը ի կատարած է ձեռվից կատարած հարվածով 2-0 խաղակեսի վերջնամասում Վերդերը կրկնապատկում է իր առավելությունը Հիմա տեսնենք ինչպես կընթանա այս խաղակեսի վերջին հատվածը Ovsepian հասցրեց գնդակը ուղարկել Մարկարյանին, վերջինս դեպի առաջ որտեղ Էրզումյանն է Մելքոնյան ու անկյունային հարված կիրասնի Վերդերը Հարկում են Վերդերի ֆուտբոլիստները գնդակը Մելքոնյան ևս մեկ անկյունային Էրզումյան Հակոբյանն է խլում այստեղ գնդակը մրցակցից եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 2-0 մի փոքր հանգստանանք որից հետո կշարունակենք Սելի ֆուտբոլիստները քիչ անց կմեկնարկի Կիսայի Զափակիչի Սամր Կապի Կիսայի Զափակիչի առաջին զույգի հանդիպան երկրորդ խաղակեսը որտեղ առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-0 օգուտ Վերդերի ֆուտբոլիստների գոլերի հեղինակներ են դարձել Խաչատուրը Էրզումյանը եւ Մայիս Մելքոնյանը Վերդերի կազմում ու հիմա տեսնենք երկրորդ խաղակեսում առաջին հերթին Թեղենիսը ինչով կփորձի պատասխանել այս ամենին Մելքոնյան փորձեց պատտեսնել այս անկյունից գնդակը այնքան էլ հաջող չստացվեց հարվածը ու հիմա գնդակը Թեղենիսի ֆուտբոլիստերի մոտ է Մելքոնյան ստացվեց այստեղ խլում կատարել շարժվում է առաջ բայց Արամայիս Գրիգորյանն է հաջող գործում Սարգսյան շարժվում են առաջ հիմա Թեղենիսի ֆուտբոլիստները Մոհամեդ Նեգնդակով հաստրեց գնդակ ուղարկել Ղազարյանին Մաքսիմ Սարգսյան պետք է փորձել հերմից բայց բարձր ստացվեց այստեղ Սարգսյանի կատարած հարվածը այո առաջին հարվածը երկրորդ խաղակեսում դարպասի ուղղությամբ Թեղենիսի կատարմամբ Բայց բարձր ստացվեց Սարգսյանի կատարած հարվածը, իհարկե Սարգսյանի հարվածները եթե ստացվում են շատ վտանգավոր են լինում։ Նորից Սարգսյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը, Մոհամեդն է շարժվում առաջ։ Ղազարյան թողեց գնդակը Սարգսյանին։ Շատ լավ գրոհի տեղափոխություններ դեպի աջ որտեղ Գալստյանն է։ Ու կլինի եզրային նետում Կա փոխանցումը, բայց Մարտիրոսյանն է Փակում գնդակի ճանապարհը Գրիգորյան ուղարկում է գնդակը Մոհամեդին Մաքսիմ Սարգսյան Նորից Մոհամեդն է գնդակով Զարգացնում է արագություն Զաքիեսով Կա փոխանցումը, բայց Դուրս եկավ այստեղ գնդակը դաշտի սահմաններից փոփոխություն կլինի Վերդերի կազմում Մարկարյանի փոխարեն Ադարյանն է մտնում խաղադաշտ Մարտիրոսյան խորքից կատարում է Մարտիրոսյանը փոխանցում Ադարյան դիտավ այո այստեղ Ադարյանի ձեռքին գնդակը Գալստյան ուղարկում է արձակման կենտրոն գնդակը Հակոբյան նորից Գալստյանն է գնդակով Ունկար խաղի կանոնների խախտում Տուգանային հիմա կիրասնեն Թեղենիսի ֆուտբոլիստները Ղազարյանն է գնդակի մոտ Այո, եթե արագ մեկ գնդակ կարողանա Թեղենիսը ետ բերել հնարավոր է ամեն ինչի մասին մտածել Ղազարյան կա փոխանցումը Սարգսյան չնստեց այստեղ գնդակը Սարգսյանի ոտքին ու կարված կլինի Վերդերի դարպասից
Գրիգորյան, հաջող գործից այստեղ Գրիգորյանը։ Բայց խլում է Վերդերը նորից գնդակը, վտանգավոր գրո է Էրզրումյան ու այստեղ գնդակը չի հայտնվում դարպասում, շատ վտանգավոր պահ է նորից կորցնում Վերդերը այս խաղում։ Մուհամեդ Ղոշկարյանի հետ պատխաղարկում, բայց Մարտիրոսյանը այստեղ շատ գեղեցիկ դուրս եկավ պաշտպանությունից ու խլեց գնդակը, հիմա փորձեց պատխաղարկել Էրզրումյանի հետ չանցավ այստեղ փոխանցումը Մարտիրոսյան մնաց գնդակով ուղարկում է գնդակը Հադարյանին, վերջինս լավ գործողություն է իրականացնում, Հադարյանն է հիմա ձախ եզրում։ Հասցրեց փոխանցում նույնիսկ կատարել Մելքոնյան, վտանգավոր է, Մելքոնյանը ձախ եզրում է, դեպի Էրզրումյանը փոխանցում, բայց Էրզրումյանի կատարած հարվածը չի ստացվում այստեղ։ Մաքսիմ Սարգսյան Խորքից փոխանցում եք տեսնում, բայց Մարտիրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին, Հակոբյան չնստեց այստեղ գնդակը Հակոբյանի ոտքին, այնպես ինչպես նա իհարկե մտածել էր հարված կատարել, շտացվեց Հակոբյանի հարվածը ու հարված կլինի Հարությունյանի դարպասից։ Եզից նետում են այստեղ Թեղանիսի ֆուտբոլիստները գնդակը ու Ղազարյանը ուղարկում է այն Հակոբյանի ուղղությամբ։ Եվս մեկ փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ։ Մարտիրոսյանը այստեղ հաջող գործեց չի ավարտվել։ Թեղանիսի գրո Սարգսյան նորից չեղ է ստացում Սարգսյանի կատարած հարվածը։ Մարտիրոսյան խորքից փոխանցում, Ղազարյանն է այստեղ հաջող գործում, ուղարկեց գնդակը Մուհամեդին, Արամայիս Գրիգորյան, դեպի առաջ, Հակոբյանն է այստեղ, բայց Հովսեփյանը հեռացեց գնդակը կլինի եզրային նետում։ Ու կար այստեղ խաղի կանոնների խախտում, այո, Ղազարյանի դեմ պայքարում։ Ղազարյան տեսնում ենք փոխանցում, բայց այստեղ Արագ հակագրոք փորձեց Վերդերը կազմակերպել Հովսեփյան դեպի առաջ փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ վերցեց դարպասապահ գնդակը Ղազարյան Վերցեց այստեղ Հարությունյանը գնդակը Մարտիրոսյան, Մուրադյանի հետ է խաղարկում ու կլինի եզրային նետում Մուհամեդ շարժվում է ձախ եզրով առաջ Մուհամեդը ստացվեց անցումը անկյունային հարված է այստեղ վաստակում Թեղենիսը տեսնենք Հակոբյանը Կիրասնյան
Խաղարկում են Անկյունայինը, Ղազարյանը ասրեց ուղարկել գնդակը Հակոբյանին, նորից Ղազարյանն է գնդակով կա փոխանցումը, բայց չկար այստեղ ոչ ոք որպեսզի եզրափակել այս գրոհը Մայիս Մելքոնյան կլինի գնդակը Թեղենիսինը Հակոբյան մնաց գնդակով Հակոբյանը կատարեց փոխանցում, բայց նորից հեռացնում են գնդակը այստեղ Վերդերի ֆուտբոլիստները այո եթե մեկ գնդակ իսկապես արագ կարողանա ետ բերել Թեղենիսը հանդիպան վերջնամասը էլ ավելի լարված ու հետաքրքիր է ստացվելու Գրիգորյան ուղարկում է աջ գնդակը Սարգսյանին Տեսնում ենք առաջ փոխանցում, բայց ուժեղ է այս փոխանցումը Օվսեփյան Տեսնում ենք փոխանցում, բայց Սարգսյանն է հեռացնում այստեղ գնդակը Նորից Օվսեփյանն է գնդակով Շատ լավ պատխաղարկում էր Օվսեփյան հարված եք տեսնում Ադարյան փորձեց այստեղ նրբանկատորեն գրավել դարպասը, բայց չստացվեց, թույլ ստացվեց Ադարյանի կատարած հարվածը Մելքոնյան մնաց գնդակով Վերդերը, բայց Մելքոնյանի փոխանցումը այստեղ չանցավ Արամայիս Գրիգորյան Դեպի առաջ ու չհասավ գնդակը այստեղ Հակոբյանին Մուրադյան Մելքոնյանի հետ է խաղարկում Մարտիրոսյան դեպի առաջ Նորից Մարտիրոսյանն է հաջող գործում Ադարյանն է շարժվում առաջի մագնդակով Ադարյան դեպի Էրզումյանը փոխանցում, բայց ուժեղ ստացվեց Ադարյանի կատարած փոխանցումը Հակոբյան մնաց գնդակով Հակոբյան ուղարկում է Սարգսյանի ուղղությամբ Մաքսիմ Սարգսյան հաջող գործողություն իրականացրեց Ղազարյան կար խաղի կանոնների խախտում այստեղ այո Տեսնենք այս ստանդարտ ինչի կվերացի Թեղենիսը թիմի ավակ Հակոբյանն է գնդակի մոտ Կա մրցավարի սուլիչը Հակոբյան հարված, բայց բարձր է ստացում Հակոբյանի կատարած հարվածը Մարտիրոսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Էրզումյան հասցրեց գնդակը Մելքոնյանին Մարգարյան վտանգավոր գրոհ է Հարված ենք տեսնում Ադարյանի կատարմամբ ու նորից բարձր է ստացվում հարվածը Վերդերի ֆուտբոլիստների կատարմամբ այո Իսկապես Շատ հետաքրքիր դիմակայություն է ձևավորվել այս երկու թիմերի կատարմամբ Վերդեր Թեղենիս
թիմերից ցանկացածը իհարկե արժանի է եզրափակիչի ուղեկին, բայց միայն այն բաժին կհասնի թիմերից որևէ մեկին։ Մաքսիմ Սարգսյան հաջող չէր այս փոխանցումը, Մելքոնյան, Էրզրումյան, վտանգավոր է Էրզրումյան ու նորից այստեղ գնդակը չի հայտնվում Թեղենիսի դարպասում, նորից չկատարեց Էրզրումյանը հարված այնպես ինչպես նախատեսել էր, Մելքոնյան գուցե հիմա ստացի, Մելքոնյան անցավ մեկ մրցակցի, Մելքոնյան 3-0 դուբլ Մելքոնյան։ Երեք-0 Վերդերը երապատկում է իր առավելությունը և լուրջ քայլ կատարում այս գոլով իհարկե եզրափակիչի ուղեկին նվաճելուն։ Եթե 2-0-ի պարագայում մեկ գնդակ կարողանար Թեղենիսը ետ բերել, ապա ամեն ինչ կարող էր մեկ ակնթարթում փոխվել, բայց դա տեղի չունեցավ, Մելքոնյանն հիմա գրավեց Թեղենիսի դարպաս այս խաղում 3-րդ անգամ իր անվան դիմաց գրանցելով դուբլ։ Հիմա վտանգավոր գրոհի անց է մի անգամից Թեղենիսը, բայց չհասավ գնդակը Հակոբյանին, այո 3-0 իսկապես հիմա շատ ավելի բարդ է Թեղենիսի խնդիրը դառնում։ Հակոբյան կա փոխանցումը, Մաքսիմ Սարգսյան մեկ գնդակ արագ ետ է բերում Թեղենիսը 3-1։ Երեք մեկ այո ինչի մասի խոսում ենք, պետք չէ Սարգսյանին ցանկացած իրավիճակում արված հնարավորություն տալ, անմիջապես երրորդ գնդակը բարձրացնելուց հետո կարողացավ Թեղենիսը մեկ գնդակ խփել ու հիմա տեսնենք նույն երկու գնդակի տարբերությունն է խաղադաշտում։ Մաքսիմ Սարգսյան Ագեցին այստեղ փոխանցման ճանապարհը, գնդակը կլինի Թեղենիսի մոտ։ Ուժեղ է այս փոխանցումը։ Հարությունյանն է տեղադրում գնդակը։ Մարտիրոսյան ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Էրզրումյանը փորձը չեղել, գնդակի ճանապարհը չստացվեց, բայց Գալստյանը այստեղ լավ գործեց, Ադարյան դեպի Էրզրումյանն է ուղարկում գնդակը։ Նորից Ադարյան շատ լավ նկատեց Էրզրումյանի առաջ խաղացումը ու հիմա Մուհամեդն է կանգնում գնդակի ճանապարհին թույլ չտալով այն ընթանա դեպի դարպասը Մաքսիմ Սարգսյան։ Իսկապես շատ լավ խաղարկեցին անկյունային հարվածը Հակոբյանը եւ Սարգսյանը, շատ գեղեցիկ փոխանցում տեսանք ու Մաքսիմ Սարգսյանի կատարած հարվածը պարզապես փրկել այդպիսի տարածությունից անհնար էր թվում։ Կա փոխանցում, այստեղ Մարտիրոսյանը հաջող գործեց, Հովանիսյան ուղարկեց գնդակը Սետրակյանին, կա խաղի կանոնների խախտում ու դեղին կարգ ստանա Ադարյանը իհարկե։ Նաև Մելքոնյանն է պատժվում դեղին քարտով մրցավարի հետ վիճելու համար։ Տեսնենք բավական մոտ է տարածությունը, եթե հիմա ստացվի Հակոբյանի հարվածը դիպուկ, ապա ամեն ինչ շել ավելի լավ կընթանա կա հարվածը, բայց այստեղ Էրզրումյանը գնդակը ընդունեց իր վրա, կար ձեռքով թևոճ իհարկե կդիտի մրցավարը, ու հիմա այո դիտում է մրցավարը կրկնապատկերը տեսնենք։
Գիտեց մրցավարը կրկնապատկել ու չկար ոչինչ եզից պետք է Թեղենիսի ֆուտբոլիստները այո չէր դիպել գնդակը Երզումյանի ձեռքին Մաքսիմ Սարգսյանն է գնդակով Փոխանցում մրցակցի Տուգանային բայց Մարտիրոսյանն է հեռացնում գնդակը Գրիգորյան ուղարկում է գնդակը Մուհամեդին Նորից Գալստյան Մաքսիմ Սարգսյանի հետ է խաղարկում գնդակը թիկունքից միանում է Երզումյանը բայց հասցրեց փոխանցում կատարել Սարգսյանը Սեյթակյանին Մուհամեդ Հովանեսյան դեպի մրցակցի Տուգանային բայց Մարտիրոսյանը նորից հաջող է գործում Ադարյանն է պայքարում այստեղ գնդակի համար ու այն պահում է Վերդերի մոտ Մարկարյան շատ լավ նկատեց Մելքոնյանի առաջ խաղացումը Մելքոնյան հիմա կպայի առայժմ գնդակը Մելքոնյանը ու չկար ոչինչ նրա հետ պայքարում եզից պետք է նետի Թեղենիսը բայց առայժմ խոտածածկին է հայտնվել Մելքոնյանը տեսնենք ինչ է պատահել նրան Փոփոխություն կտեսնենք հիմա Վերդերի կազմում Հովանեսյան Հովսեփյանն է պայքարում նրա դեմ ու մնաց գնդակով Հովսեփյանը կատարեց փոխանցում մի փոքր ուժեղ եղավ այն եզիս հետում է Թեղենիսը ու շարժվում է առաջ Սեյթակյանը Գալստյան շարժվում է առաջ գնդակով Գալստյանը Սեյթակյան չկար այստեղ խաղի կանոնների խախտում Մարկարյանն է գնդակով ու դուրս են գալիս Վերդերի ֆուտբոլիստները պաշտպանությունից Հայկ Մուրադյան Սեյթակյան մնաց գնդակով այստեղ Սեյթակյանը ուղարկում է այն Գալստյանի ուղղությամբ Մուհամեդ տեսնենք հարվածքը հետևի արդյոք Վերդերի դարպասին ուղարկեց գնդակը Սարգսյանին Հակոբյան նորից Մաքսիմ Սարգսյան Փագեց այստեղ Մելքոնյանը փոխանցման ճանապարհը բայց գնդակը մնում է Թեղենիսի մոտ Սարգսյան կրոս դեպի մրցակցի Տուգանային հրապարակ ու հիմա այստեղ Եզիս կնետի Թեղենիսը Գալստյանն է գնդակով Կա փոխանցումը Մարտիրոսյանն է հեռացնում գնդակը նորից Գալստյան Հեռացված է գնդակը ոչ այնքան հեռու հիմա գրեթե ողջ կազմով արդեն Թեղենիսը մրցակցի Տուգանային հրապարակում է Մարտիրոսյան հաջող գործողություններ այստեղ չկար խաղի կանոնների խախտում Գալստյան արված ենք տեսնում բայց շեղությամբ է ստացվում Գալստյանի կատարած հարվածը Ադարյանն է գնդակով բայց գնդակը կլինի Թեղենիսյանը եզրային հետում պետք է իրականացնեն այո իսկապես պետք է արագացնի արդեն Թեղենիսը շատ քիչ խաղաժամանակ է մնացել, բայց Վերդերը ոչ մի կերպ համաձայն չէ իհարկե այդ մտքի հետ։ Վերդերը շատ մոտ է եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճելուն։
Ադարյանն է գնդակով, ուղարկում է այն դարպասապահ Հարությունյանին և ուժեղ հարված առաջ։ Արքադյան։ Եվ ևս մեկ ուժեղ հարված առաջ Ղազարյան չստացվեց այստեղ հաջող կասեցում կատարել, Մելքոնյանն է գնդակով, ուղարկեց, փորձեց ամենայն դեպս ուղարկել այն Ադարյանին, բայց Ղազարյանը խլում է իր գնդակը։ Գործրած գնդակը, Հակոբյան լավ գործեց այստեղ, բայց ինչ սեյվով է աշկի ընկնում դարպասապահ Հարությունյանը։ Ես իսկ կնետեմ Թեղենիսի ֆուտբոլիստները, այո, Թեղենիսը ոչ, հարված կլինի դարպասից, այո։ Փոխեց այստեղ որոշում մրցավարը, Մարտիրոսյան ուժեղ փոխանցում առաջ։ Մելքոնյանն է հաջող գործում, Մելքոնյան կա հարվածը, բայց գնդակը ցանցում չէ։ Մելքոնյան խլեց գնդակը հերվից հարված ու նորից բարձր է ստացվում Մելքոնյանի կատարած հարված, այո նա այսօր իր անվան դիմաց գրանցել է 2 գոլ։ Ղազարյան լավ արգելակեց այստեղ Ղազարյանը, հիմա փոխանցում ենք տեսնում ու Ադարյանն է փակում գնդակի ճանապարհը։ Օվսեփյան հաջող գործեց այստեղ, հեռացեց գնդակը, բայց Եզիս կնետի Թեղենիսը, ողջ կազմով Թեղենիսը հիմա պետք է արդեն գնա առաջ, Հակոբյան փոխանցում Սեթրակյանի ուղղությամբ, Հովհաննիսյան ինչ է կատարվում այստեղ։ Մարտիրոսյան կլինի եզրային նետում և նորից այն իրացնելու են Թեղենիսի ֆուտբոլիստները։ Մոհամեդն է նետում Եզիս Հակոբյանին գնդակը, փոխանցում մրցակցի Տուգանային հրապարակ ինչ է կատարվում։ Մելքոնյան հասցրեց գնդակը Մարկարյանին ուղարկել, բայց հիմա խոտածածկին է հայտովել Մուրադյանը, տեսնենք ինչ է պատահել Վերդերի ավագին, կարծես պայքարում քիչ առաջ ստացավ հարված դեմքին։ Հասնում են այստեղ գնդակը Թեղենիսի ֆուտբոլիստերին, Վերդերի ֆուտբոլիստերը ու տեսնենք սկսում են հերթական գրող խորքից Թեղենիսի ֆուտբոլիստերը։ Սատն է գնդակով, ուղարկեց Գրիգորյանի գնդակը, Վանի Ղազարյան, կար այստեղ խաղի կանոնների խախտում, արագ խաղարկում է Թեղենիսը գնդակը Մոհամեդ, ուղարկեց Սեթրակյանի ուղղությամբ գնդակը, խլեցին այստեղ գնդակը նրանից 2-3 ֆուտբոլիստներ Վերդերի կատարմամբ ու Մարկարյանը շատ հաջող անցում կատարեց, Սեթրակյանը նահանջեց, բայց հենց իրենից էլ հեռացավ գնդակը, Եզիս պետք է նետի Վերդերը։ Վերջ հանդիպումն ավարտված է, շնորհավորում ենք Վերդերի ֆուտբոլիստերին, եզրափակիչի առաջին
Մասնակիցը կա, իսկ Թեղենիսը ավարտում է ելույթներս համար կապում ծափարություններ նաև Թեղենիսի ֆուտբոլիստերին այս հետաքրքիր ու դիտարժան հանդիպումների համար, իսկ խաղային օրը մեզ մոտ ավարտված է։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք բարի գիշեր ու ամենայն բարի։